Այս հաղորդագրությունը պատահական չէ։ Աստված կամենում է, որ դու այսօր լսես սա։ Իմ սիրելի զավակ, սա ես եմ, Հիսուս Քրիստոսը, եւ ես դիմավորում եմ քեզ հենց այս խաղաղ պահին։ Դու պատահական չես բացել այս ուղերձը։ Ես բերեցի քեզ այստեղ, որովհետև քո սիրտը չափազանց մեծ բեռ է կրում, եւ ես ուզում եմ կիսել այդ ծանրությունը քեզ հետ։ Կանգ առ, թուլացրու ուսերդ, փակիր աչքերդ, եթե կարող ես, եւ խորը շունչ քաշիր։ Զգա իմ ներկայությունը քո կողքին։ Իմ սերը շրջապատում է քեզ, նույնիսկ եթե դու դեռ այն չես տեսնում։ Դու չափազանց հաճախ ես փորձել ամեն ինչ վերահսկողության տակ պահել՝ ծրագրերը, աշխատանքը, հարաբերությունները, երազանքները, վախերը։ Երբեմն դու հարցնում ես ինքդ քեզ. արդյոք կհաջողեմ, արդյոք բավականաչափ ջանք եմ գործադրում, երբ կգան փոփոխությունները։ Լսիր ինձ ուշադիր, զավակս, ես արդեն գործում եմ հանուն քեզ։ Քանի դեռ դու կասկածում էիր, ես զորացնում էի քո հավատը։ Քանի դեռ դու տագնապում էիր, ես ճանապարհ էի հարթում քո օրհնության համար։ Քանի դեռ դու սպասում էիր, ես դասավորում էի հանգամանքները, որոնք կտանեն քեզ դեպի աճ։ Քանի դեռ դու կարծում էիր, թե տեղում կանգնած ես, ես կառուցում էի քո ներքին ուժը։ Քո ոչ մի աղոթք անուշադրության չի մատնվել։ Ոչ մի արդյունք չի մոռացվել։ Ցավի ոչ մի պահ իզուր չի եղել։ Դու տեսնում ես քո կյանքի միայն մի մասը, բայց ես տեսնում եմ այն ամբողջությամբ։ Ես գիտեմ քո ուղին, քո խոչընդոտներն ու հաղթանակները դեռ նախքան դրանց հայտնվելը։ Ես սիրում եմ քեզ ոչ թե այն բանի համար, ինչ դու արել ես, այլ այն բանի համար, թե ով ես դու, իմ զավակը, ստեղծված մեծ գործերի համար։ Եթե քո ներսում սկսում է խաղաղություն եւ հանդարտ վստահություն արթնանալ, դու կարող ես հավանել այս ուղերձը որպես հավատքի քայլ եւ բաժանորդագրվել իմ աջակցության ու մխիթարության խոսքերն ավելի հաճախ ստանալու համար։ Կիսվիր սրանով 4 հոգու հետ, ովքեր այսօր հույսի կարիք ունեն։ Գրիր մեկնաբանություններում. Հիսուս, ես լսում եմ քեզ։ Իմ սիրելիս, ես գործում եմ քո ողջ կյանքում, քո աշխատանքի մեջ, հարաբերություններում, հոգևոր կյանքում, քո վախերի ու հոգնածության մեջ։ Քո աշխատանքում ես սերմանում եմ համբերություն ու հաստատակամություն։ Քո հոգնածության մեջ ես ուժ եմ տալիս առաջ շարժվելու, երբ թվում է, թե ուժերդ սպառվել են։ Քո կասկածների մեջ ես հավատ եմ ներշնչում, որպիսի տեսնես իմ ձեռքը, նույնիսկ եթե ուղին դեռ ծածկված է։ Քո երազանքներում ես հիմք եմ դնում ապագա օրհնությունների համար, որոնք կգերազանցեն այն ամենը, ինչի մասին երազել ես։ Դու կարծում ես, թե տեղում կանգնած ես, բայց իրականում դու աճում ես ամեն օր։ Դու դառնում ես ավելի իմաստուն, ամուր եւ հանգիստ։ Այն ամենը, ինչի միջով անցնում ես, ձևավորում է քեզ այն անհատականությանը, որին ես ուզում եմ տեսնել։ Մի համեմատիր քեզ ուրիշների հետ, մի շտապիր, մի կարծիր, թե ժամանակը քո դեմ է աշխատում։ Այն ամենը, ինչ ես անում եմ քո կյանքում, ճշգրիտ է եւ ժամանակին։ Քո պատմությունը գրվում է մեծ ուշադրությամբ եւ սիրով։ Այսօր ես քեզնից խնդրում եմ միայն մեկ բան՝ վստահիր ինձ։ Թող ամեն վախ տեղի տա հավատքին։ Թող կասկածի ամեն պահ տեղի տա իմ վստահությանը։ Թող քո սիրտը զգա իմ խաղաղությունն ու ներկայությունը։ Նույնիսկ փոթորկի ժամանակ ես պահում եմ քո ապագան։ Ես գիտեմ, թե ինչ է սպասվում շրջադարձից այն կողմ։ Ես քայլում եմ քո կողքին եւ ես երբեք քեզ չեմ լքի։ Հիշիր, նույնիսկ երբ դու մենակ ես եւ կարծում ես, թե ոչ ոք չի տեսնում քո ջանքերը, ես տեսնում եմ ամեն ինչ։ Ես գիտեմ քո ցավն ու ձգտումները։ Ես լցնում եմ քո սիրտը սիրով, ուժով եւ համբերությամբ։ Զավակս, բացվիր իմ առջև այսօր։